Բարեկամներս, այսօր խոսելու ենք շատ կարևոր հարցի շուրջ։ Երեմիա 11:15 Ինչ ունի իմ սիրելին իմ տանը։ Շատ անօրենություններ գործելով, Սուրբ Միսն էլ պիտի անցկենա քեզանից, որ դու չարություն անելիս ուրախանում ես։ Աստված ոչ մեկին չի վնասում, բայց խրատում է սիրով ու արդարությամբ, բայց մարդիկ չեն հասկանում, որ ի վերջո այս խրատման բարդ ճանապարհը բերում է դեպի ապաշխարություն եւ Քրիստոս։ Եկեք տեսնենք այս մարդուն, ով օրհնվեց։ Ես չէի կարողանում այսպես անել։ Նախկինում չէիք կարողանում ձեռքը բարձրացնել, Նայեք, չէիք կարողանում անել։ ոչ, Աստված ձեզ օրհնի, եղբայրս։ Էլ ինչ չէիք կարողանում անել նախկինում։ չէի կարողանում բարձրացնել ոտքս։ Դուք հիմա բժշկվեցիք։ Այո, Աստված բուժեց ձեր ձեռքը եւ նա կբուժի նաեւ ձեր ոտքը։ Սպասավորը կօգնի ձեզ։ Տեսեք, նա արդեն լավ է քայլում։ Ոչ, ինձ շնորհակալություն պետք չէ հայտնել։ Խնդրեմ, գնաք այն միջանցքով։ Ահա նա արդեն լավ քայլում է։ Աստված օրհնում է նրան։ Ով էր այնտեղ նրա հետ։ Դուք նրա դուստրն եք։ Ինչ է պատահել նրան։ ինսուլտ է տարել եւ նա այլևս չի կարողանում Եվ նա քայլել։ այլևս չէր կարողանում քայլել։ Միայն թե իր հետ ուներ ձեռնափայտ։ Միայն եթե իր հետ ուներ ձեռնափայտ, ուրեմն առանց հենարանի չէր կարող։ Նա արդեն քայլեր է անում։ Դուք ուրախ եք։ Այո, շատ ուրախ եմ։ Ահա եկեք քայլելով հիմա։ Քայլեք առանց վախի։ Ահա այդպես։ Եկեք հենց այդպես։ Աղոթենք։ Ով Աստված, մենք աղոթում ենք քո եկեղեցու, քո ժողովրդի եւ բոլոր նրանց համար, ովքեր հոգեպես ճնշված են։ Օգնիր նրանց Տեր, եւ ես ասում եմ ամեն չարին, հեռացիր, դուրս արի Հիսուսի անունով։ Աստված օրհնի ձեզ։